Հունիսի 7-ին Պուտինը հայ ժողովրդից պիտի ծեծ ուտի։ Նա, ով չի ճանաչում Հայաստանի օրենքը, կարգը, կանոնը, մեր ոչ միայն քաղաքական իրականության մեջ տեղ չպիտի ունենա, նա մեր երկրում ընդհանրապես անելիք չունի։ Մի հատ տենց մեկը 98 թվականին կեղծ տեղեկանքով Հայաստանի նախագահ դարձավ, հիշում եք, սահմանադրությունը խախտելով։ Հիմա էլ մեկն էլ եկել է, սահմանադրությունը խախտելով, ինքն է հռչակվել է վարչապետի թեկնածու, արա սրանք սաղ սենց իրար նման, սենց ինչ-որ կենսագրություններով եկել են, ասում են դուք պետություն չեք, դուք չուլան եք։ Ու մենք հիմա իրանց պիտի իրանց տեղը ցույց տանք, որովհետև իրանք Պուտինի փալաստ են։ Պուտինն է որոշում իրանք ինչքան պիտի հարստանան, ինչքան պիտի աղքատանան, երբ պիտի բոմժ դառնան։ Մեկը որ գա ձեր տուն ու իրան սանձարցակ պահի, ինչ կանեք։ Ձեր տան, հիմա ինչ պիտի անենք մենք հունիսի 7-ին, աշկը պիտի հանենք, որովհետև էս մեր տունն է, ժողովուրդ։ Ով ասեց, որ ձեր տունն է, իսկ սա ձեր տունը չի։ Սա մեր հավաքական տունն է, ու մենք պիտի այտենց վերաբերվենք, ով որ սանձարցակ պահեց, ով որ որոշեց, որ մեր օրենքներին չպիտի ենթարկվի, մրթին պիտի տանք, ու ասենք դավայ ստեղից։ Դատական իշխանությունը եւս պիտի լինի ժողովրդին, այսօր ժողովրդինը չի։ Դատական իշխանությունը շարունակում է լինել իշխանությունից անկախ, բայց ոչ ընդդիմությունից անկախ։ Նիկոլ Փաշինյանին թվում է, որ ինքը ստեղծել է դատական անկախ իշխանություն, բայց դատական իշխանությունը այսօր Սերժի Քոչարյանի եւ մյուս հաստավիզ օլիգարխների, Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի գրպանն է։ Մարտի 1-ին կրակել են հայկական ժողովրդավարության վրա։ Պատկերացնում եք Աղվան Հովսեփյանի նման հանցագործը, որը կառավարում էր ամբողջ դատախազական, քննչական եւ դատական համակարգ։ Երևանում զվռնում է։ Ես կարծում եմ, որ լինել հայ նշանակում է լինել եվրոպացի։ Ու այս եթե մեր գիտակցության մեջ մտավ, իսկ մենք եվրոպական քաղաքակրթության շատ կարևոր մասն ենք։ Մեր քրիստոնեությամբ, մեր մշակույթով, մեր կրթությամբ, մեր տաղանդով մենք շատ արագ կկարողանանք հաղթահարել այն դժվարությունները, որոնք մեծ երկրները չեն կարողանում, որտեղ փոքրները շատ արագ ճկուն կարողանում են արագ այդ ստանդարտների, այդ պահանջվող ուրեմն չափանիշների հարցը լուծել։